Այն, ինչի մասին խոսում եմ, վաղուց արդեն ապացուցվել է լաբորատոր կենդանիների, այդ թվում կաթնասունների վրա կատարված հետազոտություններով։ Այսինքն պլաստիկը, չնայած կալորիաներ չի պարունակում, հանգեցնում է մարմնի քաշի ավելացման, քանի որ բջջային էներգետիկ փոխանակման գործընթացում փոփոխություններ է առաջացնում։ Մենք տեսել ենք, որ այն ներթափանցում և տարածվում է ցիտոպլազմայում։ Այս թեմայով ունենք հետազոտություններ, սկանավորող և թափանցող մանրադիտակների միջոցով ստացված տպավորիչ լուսանկարներով։ Դրանցում երևում է, թե ինչպես է պլաստիկը վնասում միտոքոնդրիումները, որոնք արտադրում են բջջի էներգիան, կամ քայքայում է էնդոպլազմային ցանցը, որը բազմաթիվ տարբեր գործառույթներ է իրականացնում։ Այժմ ես դրանք չեմ թվարկի, սակայն ընդհանուր առմամբ դրանք շատ են։ Եվ եթե դա տեղի է ունենում երեխայի կամ պտղի օրգանիզմում, ընկերքում, պտղաջրերում եւ այլն, իսկ այնուհետև շարունակվում է նաեւ կրծքով կերակրման ընթացքում, ապա հանգեցնում է էպիգենետիկ կոչվող փոփոխությունների, ազդելով ԴՆԹ-ի արտահայտման վրա։ Ընդ որում, ԴՆԹ-ն ինքնին մնում է անփոփոխ և չի ձևափոխվում։ Մենք տեսել ենք, որ պլաստիկը չի ներթափանցում բջջի կորիզ, սակայն ցիտոպլազմային օրգանելների փոփոխման միջոցով ԴՆԹ-ի արտահայտումը կտրուկ փոխվում է։ Սա լավ ապացուցված է կենդանիների վրա։ Այսինքն պլաստիկի ազդեցության ենթարկված մկների, կապիկների, գերմանամկների և այլ կենդանիների մոտ դրսևորվում են ոչ վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, ճարպակալումը, ծաղկերակային գերճնշումը և այլն, ինչպես նաև աուտիզմին նման վարքագիծ։ Մարդկանց դեպքում դա դեռ ապացուցված չէ։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, սակայն գիտությունը շատ ժամանակ է պահանջում։